Դուք դա օգտագործում եք ամեն օր, բայց երբևէ մտածել եք ինչ է իրականում կատարվում այդ փայլուն տուփի ներսում։ Դե եկեք բացենք կափարիչը ու միասին տեսնենք ինչպես է աշխատում այդ ամբողջ մոգությունը։ Այդ մեկ փոքրիկ կտոցը, այն, որի մասին դուք երբեք չեք էլ մտածում։ Դե պարզվում է դա սկիզբ է դնում մի խելահեղ, ուղղակի կայծակնային արագությամբ շղթայական ռեակցիայի, եւ մենք հենց հիմա կհետևենք այդ ռեակցիային սկզբից մինչև վերջ։ Գիտեք, առաջին հայացքից սա ուղղակի մոգություն է թվում, բայց հավատացեք թե ոչ, այս ամբողջ բարդությունը հիմնված է մի զարմանալիորեն պարզ ու տրամաբանական նախագծի վրա։ Ու հենց որ դուք դա հասկանաք, դա նման է նրան, որ գտել եք ամբողջ թագավորության բանալին։ Լավ, եկեք սուզվենք թեմայի մեջ։ Սա, այսպես ասած, մեր ճանապարհային քարտեզն է։ Սկսում ենք 0-ից, հասկանալով թե ովքեր են հիմնական դերակատարները ու ամենակարևորը ոնց են իրար հետ խոսում։ Պատկերացրեք սա որպես մարդու մարմին։ Կա ուղեղ, դա կենտրոնական պրոցեսորն է կամ CPU-ն, կա կարճաժամկետ հիշողություն, դա RAM-ն է, կան ձեր զգայարաններն ու վերջույթները։ Օրինակ, ստեղնաշարն ու էկրանը, դրանք ներածման արտացման սարքերն են, իսկ ինչն է այս ամենը կապում իրար։ Համակարգային կապուղին, սա ամբողջ գործողության ողնաշարն է։ Դե, քանի որ խոսեցինք ուղեղի մասին, եկեք խոշորացնենք ու ավելի մոտիկից նայենք մեր ներկայացման գլխավոր աստղին, կենտրոնական պրոցեսորին կամ, ինչպես մենք ենք ասում, CPU-ին։ Վերցնել, ապակոդավորել, կատարել, այսքան բան։ Սա, պատկերացրեք, ձեր համակարգչի սրտի զարքն է, ու դա կրկնվում է միլիարդավոր անգամներ, ամեն վայրկյան։ Հենց այս պարզ 3 քայլով է, որ ձեր համակարգիչը կյանքի է կոչում ամեն ինչ, ձեր սիրած խաղերից մինչև սովորական տեքստային ֆայլը։ Լավ, սա ուղղակի սուպեր կարևոր է անվտանգության համար։ Պատկերացրեք այսպես. միջուկի ռեժիմը դա շենքի տերն է։ Նա ունի բոլոր բնակարանների բանալիները։ Իսկ օգտատիրոջ ռեժիմը դա դուք եք, վարձակալը։ Դուք ունեք միայն ձեր բնակարանի բանալինը։ Ինչու է սա կարևոր։ Դե սա նշանակում է, որ եթե ձեր բացած ծրագիրը, այսինքն վարձակալը, ինչ որ բան փչացնի, նա չի կարող փլուզել ամբողջ շենքը, այսինքն օպերացիոն համակարգը։ Սա ուղղակի հանճարեղ պաշտպանիչ մեխանիզմ է։ Գիտեք, սա համակարգչային ճարտարագիտության ամենախելացի հնարքներից մեկն է։ Պրոցեսորներն արագացնելու համար։ Փոխանակ սպասելու, թե մեկ հրահանգը երբ կանցնի իր ամբողջ ճանապարհը, վերցնել, ապակոդավորել, կատարել, պրոցեսորը հաջորդը սկսում է անմիջապես նրա հետևից։ Սա բառի բուն իմաստով հավաքման գիծ է տվյալների համար։ Մինչ մեկ հրահանգը կատարվում է, հաջորդն արդեն ապակոդավորվում է, իսկ երրորդը վերցվում հիշողությունից։ Ոչ մի պարապուրտ, մաքուր արդյունավետություն։ Եթե երբևէ մտածել եք, թե ոնց եք կարողանում միաժամանակ դիտել 4K տեսանյութ, բացած պահել 50 հատ Edge բրաուզերում ու զրուցել ընկերների հետ առանց ձեր համակարգիչը վառվելու, ահա թե ինչու։ Բազմաթիվ միջուկները նման են խոհանոցում աշխատող մի քանի խոհարարների։ Յուրաքանչյուրը միաժամանակ կարող է աշխատել տարբեր ուտեստի վրա։ Արդյունքը՝ սահուն, անխափան բազմախնդրություն։ Լավ, այսպիսով, պրոցեսորը կայծակային արագություն ունի, բայց արագ ուղեղն անպետք է, եթե չունի տվյալներ մշակելու համար։ Բա որտեղից են ստանում այդ տվյալները։ Սա մեզ բերում է հիշողության բուրգին, մի հանճարեղ փողզիջում արագության, չափի ու իհարկե արժեքի միջև։ Այս նմանեցումն ուղղակի կատարյալ է։ Ամենավերևում ռեգիստրներն են։ Պատկերացրեք, սրանք այն տվյալներն են, որ դուք բառացիորեն պահում եք ձեր ձեռքերում։ Շատ արագ, բայց շատ բան չեք կարող պահել։ Հետո գալիս է քեշը, ձեր սեղանի թղթերը, էլի շատ արագ ու հեշտ հասանելի։ Դրանից ներքև ձեր հիմնական հիշողությունն է, կամ RAM-ը։ Դա ձեր գրասենյակի փաստաթղթերի պահարանն է։ Շատ ավելին է տեղավորում, բայց մի պահ տևում է պետքականը գտնելը։ Իսկ ամենաներքևում ձեր կուտակիչը, SSD-ն կամ կոշտ սկավառակը։ Դա փողոցի մյուս կողմում գտնվող հսկայական արխիվային պահեսն է։ Այն տեղավորում է ամեն ինչ, բայց ամենաերկարը տևում է այնտեղից ինչ-որ բան բերելը։ Այսպիսով, մենք ունենք ուղեղ ու հիշողություն, բայց ինչ կասեք երկարաժամկետ հիշողության մասին։ Ինչպես է համակարգիչը հիշում ամեն ինչ, նույնիսկ երբ հոսանքն անջատված է, եւ ինչպես է այն ի վերջո շփվում արտաքին աշխավի, այսինքն մեզ հետ։ Տարբերությունն այստեղ ուղղակի գիշերվա ու ցերեկվա պես է։
Հին կոշտ սկավառակը HDD-ն նման է նվագարկչի։ Ֆիզիկական լծակը պետք է շարժվի պտտվող սկավառակի վրա, որ գտնի տվյալը։ Դա մեխանիկա է, դանդաղ։ Իսկ SSD-ն ոչ մի շարժվող մաս, մաքուր էլեկտրոնիկա։ Դա նման է նրան, որ դուք ակնթարթորեն տելեպորտ լինեք ձեզ պետքական տվյալի մոտ։ Այն զգացողությունը, երբ ձեր ժամանակակից համակարգիչը միանում է 5 վայրկյանում, դրա համար կարող եք շնորհակալություն հայտնել հենց SSD-ին։ Լավ, մենք ծանոթացանք բոլոր հիմնական դերակատարների հետ։ Հիմա եկել է գլխավոր ներկայացման ժամանակը։ Եկեք միացնենք բոլոր կտորները իրար ու տեսնենք, թե ինչ է կատարվում վայրկյան առ վայրկյան, այն պահից, երբ դուք սեղմում եք միացման կոճակը։ Պատկերացրեք սա որպես համակարգչի առաջին միտքը, երբ նա արթնանում է։ Հին BIOS-ը նման էր 80-ականների մի փոշոտ հին հրահանգների ձեռնարկի, դանդաղ, սահմանափակ ու անհարմար։ Իսկ ժամանակակից UEFI-ին ավելի շատ նման է մի փոքրիկ գերարդյունավետ օպերացիոն համակարգի, որն առաջինն է արթնանում, բեմը պատրաստում ու հետո խոսափողը փոխանցում գլխավոր դերակատարին, ձեր Windows-ին կամ macOS-ին։ Եվ ահա թե իրականում ինչպես է այս ամենը տեղի ունենում։ Դուք սեղմում եք կոճակը, UEFI-ն արթնանում է ու մի արագ ստուգում է անում։ Պրոցեսոր այստեղ եմ, RAM այստեղ եմ, ստեղնաշար այստեղ եմ, բոլորը տեղում են։ Հետո գտնում է բեռնավորման սկավառակը ու ասում. «Լավ, SSD, հերթը քոնն է»։ Այն բեռնում է բեռնավորիչ կոչվող մի փոքրիկ ծրագիր, որն էլ իր հերթին արթնացնում է հսկային, հիմնական օպերացիոն համակարգին, ու նրան է փոխանցում մեքենայի բանալիները։ Մի քանի վայրկյան ու մեքենան կենդանի է։ Սա ուղղակի ինչ-որ տեսական գաղափար չէ։ Մուրի օրենքը հենց այն պատճառն է, որ ձեր գրպանի սմարթֆոնը ավելի շատ հաշվողական հզորություն ունի, քան ամբողջ NASA-ն ուներ 1969-ին, երբ մարդ ուղարկեցին լուսին։ Այս անխնա էքսպոնենցիալ աճն է, որը բնորոշել է մեր ամբողջ թվային աշխարհը։ Եվ սա մեզ բերում է ներկային ու ապագային։ Մենք սկսեցինք մի պարզ նախագծից ու հիմա ստեղծում ենք մեքենաներ, որոնց բաղադրիչները բառացիորեն մի քանի ատոմի չափի են։ Մենք բախվում ենք հենց ֆիզիկայի օրենքների սահմաններին։ Այնպես որ իրական հարցը ոչ թե այն է, թե ինչպիսին կլինեն հաջորդ համակարգիչները, այլ թե ինչ կլինի, երբ մենք այլևս չենք կարողանա ամեն ինչ պարզապես ավելի փոքր ու ավելի արագ դարձնել։ Ինչ է գալու Մուրի օրենքից հետո։